Բարև ձեզ։ Շաբաթասկզբին, ինչպես արդեն հայտնի է, Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն առաջին երկկողմ գագաթնաժողովը, որի արդյունքում հրապարակվեց 44 կետ պարունակող հռչակագիր, համատեղ երկկողմ հռչակագիր։ Այդ հռչակագրի կետերից մեկը հատկապես արժանի է ուշադրության, որովհետև վերաբերում է Հայաստանի համար չափազանց կարևոր մի հարցի՝ Մեծամորի ատոմակայանի ճակատագրին։ Եվ այս իմաստով այս հարցը կարևոր է ոչ միայն էներգետիկ, ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլ նաև ռազմաքաղաքական, որովհետև ատոմակայանի առկայությունը, միջուկային էներգետիկայի առկայությունը պետության նոշտում է ռազմաքաղաքական ներուժով։ Այդ հանգամանքը պետությունների անվտանգության համակարգի կարևոր մաս է, եւ մենք սա տեսնում ենք նաև օրինակ ուկրաինական ճակատում, որտեղ կա Դիցուկ Զապորոժիեի ատոմակայանի հարցը, եւ մենք տեսնում ենք, թե այդ հարցը ինչպիսի կարևոր աշխարհաքաղաքական հանգույց է դառնում ուկրաինական process-ում եւ ինչպիսի զգուշավորություն է ձևավորում դրա հանդեպ տարբեր դերակատարների շրջանում։ Եվ այս տեսանկյունից կարող ենք պատկերացնել, թե անվտանգության համակարգում ինչ նշանակություն ունի ատոմակայանի եւ միջուկային էներգետիկայի առկայությունը նվազագույնը պետությանը ռազմաքաղաքական ներուժով օժտելու տեսանկյունից։ Ահա այս առումով մենք Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագրում կարդում ենք հետևյալը. Մենք վերհաստատում ենք մեր հանձնառությունը միջուկային անվտանգության ուղղությամբ ընթացիկ համագործակցության հարցում։ Հայաստանը ողջունում է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի մշակման հարցում Եվրամիության աջակցությունը։ Համաձայն Հայաստանի մինչև 2040 թվականը էներգետիկ ռազմավարության եւ համապարփակ ու օնլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված համատեղ նպատակների։ Տեսնում ենք, Հայաստանը ողջունում է ատոմակայանի շահագործումը դադարեցնելու ուղղությամբ Եվրամիության աջակցությունը եւ հղում է արվում էներգետիկ ռազմավարությանն ու Եվրամիության հետ 2017 թվականին ստորագրված համապարփակ ու օնլայնված համաձայնագրով սահմանված նպատակներին։ Այդ համաձայնագրին մենք էլ հղում անենք, որովհետև այդ հղումը շատ կարևոր է հռչակագրային այս կետի ֆոնին։ 2017 թվականին, այսինքն այն ժամանակահատվածում, որը ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստանի ռուսական արբանյակ պետություն լինելու ժամանակահատվածն էր, Հայաստանը Եվրամիության հետ ստորագրում է համապարփակ եւ մեծ համաձայնագիրը, որտեղ անդրադարձ կա նաև էներգետիկային, այդ թվում միջուկային էներգետիկային։ Եվ այդ անդրադարձում մասնավորապես նշվում է կողմերի միջև պայմանավորվածությունների համատեքստում Մեծամորի ատոմակայանի փակման հանգամանքը, անվտանգ ապագործարկման հանգամանքը եւ կարդում եմ։ Եվ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը։ Այստեղ ուշադրություն, հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով։ Ուշադրության արժանին հենց այն է, որ պետք է այդ ամենը իրականացնել կամ պլանավորել հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, 2017-ի կրկնեմ, ըստ Մակրոնի Հայաստանի ռուսական արբանյակ լինելու տարիների այս համաձայնագրում Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելով փաստաթուղթ արձանագրում է նոր ատոմակայանը նոր հզորությամբ փոխարինելու անհրաժեշտությունը։ Այն, ինչ կարևոր է, չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համակարգի ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև ռազմաքաղաքական սուբյեկտության եւ ներուժի տեսանկյունից։ Ինչ է նշանակում նոր հզորությամբ փոխարինում։ Նոր հզորությամբ փոխարինում նշանակում է համարժեքություն, որովհետեւ ինքնին հասկանալի է, եթե փակվում է ատոմակայանը, ապա դրա դադարեցումը, դրա աշխատանքի դադարեցումը պետք է փոխարինվի որևէ այլ էներգոարտադրող հզորությամբ։ Եվ հետեւաբար այստեղ երբ արձանագրվում է նոր հզորությամբ փոխարինման մասին, սա նշանակում է համարժեք փոխարինում։ Այլապես կարիք չկա մատնանշել, որ պետք է այդ հզորությունը փոխարինվի։ Իհարկե պետք է փոխարինվի, որպեսզի լրացվի եւ չառաջանա էներգոարտադրության բաց։ Բայց երբ շեշտվում է փոխարինման անհրաժեշտությունը, նոր հզորությամբ փոխարինման, սա նշանակում է նոր ատոմակայան։ Եվ կրկնեմ,
Ռուսական արբանյակ եղած ժամանակ, ըստ Մակրոնի, Հայաստանը Եվրամիության հետ փաստաթղթում արձանագրում է նոր հզորության փոխարինման անհրաժեշտությունը։ Իսկ այսպես կոչված ինքնիշխան եւ անկախ քաղաքականության ժամանակ ներկայումս, ինչպես փորձ է արվում ներկայացնել թե Մակրոնի, թե Հայաստանի կառավարող ուժի բնորոշմամբ, Հայաստանը Եվրամիության հետ ստորագրում է հռչակագիր, որտեղ ողջունում է ատոմակայանը փակելու ջանքին աջակցելը, բայց չկա նոր հզորության փոխարինման մասին արձանագրում։ Իհարկե կա հղումը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, բայց այդ հղումը շատ ընդհանրական է, որովհետեւ համաձայնագիրն ինքնին էներգետիկայի վերաբերյալ պարունակում է բավականին լայն բովանդակություն, բավականին մեծ շարք, կետերի մեծ շարք եւ հետեւաբար դառնում է ընդհանրական ու վերացական, թե հատկապես որ կետին է արվում այդ հղումը։ Մինչդեռ ամենևին բարդ չէր մեկ նախադասությամբ 44 կետանոց հռչակագրում եւս արձանագրել այդ կարևոր հանգամանքը, նոր ատոմակայանի կառուցման հանգամանքը, որովհետև դա, ինչպես նշեցի, ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմաքաղաքական, անվտանգային կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, այսինքն արժանի է առանձին արձանագրման, անգամ պարտադիր է առանձին արձանագրման համար։ Եվ միայն այս համեմատությունը բավարար է հասկանալու համար եւ պատկերացնելու համար, թե ինքնիշխանության մասին պորոտախոսության կամ ճամարտակության ֆոնին իրականում ինչ է տեղի ունենում պետության, այսպես ասած, ինքնիշխանության հետ։ Ինչպես է պետության կարևորագույն հանգամանքներից մեկը, պետության համար անհրաժեշտ կարևորագույն հանգամանքներից մեկը դուրս մնում միջազգային հարաբերությունների արձանագրումներից։ Թեև այստեղ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, թե հրաժարվում է մեծ ատոմակայան ունենալուց եւ անցնում է մոդուլային ատոմակայանների տարբերակին։ Մի տարբերակ, որն աշխարհում ըստ էության փորձարկված էլ չէ եւ ընդամենը 1-2 օրինակ կիրառում են միայն Ռուսաստանն ու Չինաստանը։ Մինչդեռ Հայաստանը այս հարցը քննարկում է Միացյալ Նահանգների հետ եւ անգամ փետրվարին, երբ այցելել էր փոխնախագահ Վենսը, ստորագրվեց արձանագրություն, որ ավարտել են այս հարցի վերաբերյալ բանակցությունը։ Թեպետ այդպես էլ պարզ չեղավ, ավարտել են եւ պայմանավորվել կառուցելու մասին, թե ավարտել են, բայց պարզ չէ, թե ինչ պայմանավորվածության ու եզրահանգման են եկել, որովհետեւ Երևանը դեռ շարունակում է հայտարարել, թե տարբեր երկրների հետ քննարկում է մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը։ Բայց կրկնեմ, այստեղ հարցն այն չէ, թե որ երկրի հետ կկառուցենք մոդուլային ատոմակայան։ Իհարկե դա կարևոր հարց է, բայց գլխավոր եւ առանցքային հարցն այն է, որ Հայաստանն այդպիսով հրաժարվում է, այսպես ասած, մեծ ատոմակայան կամ ստացիոնար միջուկային էներգետիկա ունենալու հնարավորությունից։ Հայաստանը դադարում է լինել այդպիսի պետություն, այլ կերպ ասած, դադարում է լինել միջուկային ակումբի անդամ պետություն։ Եվ սա էապես նվազեցնում է Հայաստանի անվտանգության համակարգի համալիր անվտանգության ճարտարապետության աստիճանը եւ էապես նվազեցնում է Հայաստանի ռազմաքաղաքական սուբյեկտության ներուժը։ Ցավալիորեն իհարկե միայն այս հանգամանքով չէ, որ այդ ներուժը նվազեցվում է կամ նվազել է, բայց սա եւս, կրկնեմ, չափազանց խոսուն դրվագ է եւ Հայաստանի համար չափազանց կարեւոր։ Հենց այս պատճառով է, որ հարցը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի եւ Թուրքիայի թիրախում։ Պարբերաբար այս կամ այն ամբիոնում բարձրաձայնել են մեծամորի ատոմակայանը փակելու անհրաժեշտությունը, իբրև թե ելնելով անվտանգության նկատառումներից։ Գործնականում, սակայն, այս ընթացքում մեծամորի ատոմակայանը դույզնիսկ թույլ չի տվել մտածել այն մասին, թե կան անվտանգության սպառնալիքներ։ Հակառակը, ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար բարձր է գնահատել ատոմակայանի անվտանգության ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Ինքնին հասկանալի է, որ մեծամորը չի կարող աշխատել հավերժ եւ ինչ որ պահի այն պետք է դադարի։ Բայց այստեղ է, որ չափազանց կարևոր է նոր ատոմակայանով փոխարինումը եւ համարժեք ատոմակայանով փոխարինումը, որովհետեւ ստացիոնար միջուկային էներգետիկայի ֆոնին մոդուլային ատոմակայանների կառուցումը մոտավորապես, թող չհնչի կոպիտ այս համեմատությունը, համարժեք է պարզապես մեծ գեներատորներ կառուցելուն։ Սա բացարձակապես արդեն չի ենթադրում միջուկային էներգետիկա ունեցող պետության հատկանիշ։ Այս տեսանկյունից է, որ կրկնեմ, Ադրբեջանն ու Թուրքիան
որոնց համար հայկական ստացիոնար միջուկային էներգետիկայի առկայությունը որոշակիորեն զսպող մեխանիզմ է Հայաստանի հանդեպ հարաբերությունների եւ վարքագծի տեսանկյունից, որոշակի զգուշություն թելադրող եւ պահանջող շերտ է Հայաստանի անվտանգության համակարգում, որևէ այլ երկրի դիտարկման համատեքստում, նրանց բնականաբար խանգարում է եւ նրանք փորձում են ազատվել այդ շերտից, ազատվել կաշկանդող, զգուշություն պահանջող, որոշակիորեն սահմանափակող վարքագծային ինչ-որ կարմիր գծեր թելադրող այդ շերտից։ Եվ ցավալիորեն Հայաստանը փաստացի քաղաքական հայտարարությունների եւ ինչպես տեսնում ենք նաեւ միջազգային փաստաթղթերում արձանագրումների մակարդակով համաձայնում է հրաժարվել այս կարևորագույն ռեսուրսից։ Եվ սա տեղի է ունենում Եվրամիության հետ հարաբերության, այսպես ասած, փաթեթավորման ներքո, որովհետև ինչպես առիթ եմ ունեցել նշելու, Եվրամիությունը այս շրջափուլում ստանձնել է Հայաստանին Թուրքիայի եւ Ադրբեջանի հավակնությունները բավարարելու հարցում, այսպես ասած, օժանդակողի դերը։ Օժանդակող այն իմաստով, որ Հայաստանի հասարակությանը խոստացվում է կարկանդակների բավականին առատ սեղան, խոստացվում է բավականին վարդագույն հեռանկար, որպեսզի դրա դիմաց հասարակությունը, այսպես ասենք, հանգիստ վերաբերի այն պահանջներին եւ օրակարգերին, որ Հայաստանին ներկայացնում են Ադրբեջանը եւ Ադրբեջանի միջոցով նաեւ Թուրքիան։ Հայաստանը դե ֆակտո վերածելով այդ երկու երկրների ռազմավարություններին ենթակա պարզապես միջանցիկ ինչ-որ տարածքի սուբյեկտային պետության փոխարեն։ Եվ այս հարցում կրկնեմ, Եվրամիությունը ակնհայտորեն ստանձնել է օժանդակողի դերը, ակնկալելով դրա դիմաց ստանալ իր բաժնեմասը այդ միջանցիկ տարածքից։ Որովհետև Եվրամիության համար այստեղ ռազմավարական նշանակության հարցը միջին միջանցք կառուցելն է, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նրա համար անփոխարինելի գործընկեր են։ Եվրամիությունը չունի նրանց վրա ազդելու եւ նրանց ենթարկեցնելու հնարավորություն եւ պետք է պայմանավորվի նրանց հետ եւ պայմանավորվում է Հայաստանի սուբյեկտության հաշվին։ Սա է տեղի ունենում եւ այս process-ը արտացոլվում է ահա Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագրի այս կետի այս փոքր թվացող, բայց բավականին խոսուն դրվագում, հատկապես եթե համեմատում ենք 2017-ի համաձայնագրի հետ։ Նաև այստեղ է որ պետք է գնահատել, թե իրականում ինչ է նշանակում Մակրոնի հայտարարությունը, թե Հայաստանն իբրև թե մինչև 2018-ը ռուսական արբանյակ էր։ Փաստորեն այդ ռուսական արբանյակ պետությունը շատ ավելի արդյունավետ էր Եվրամիության հետ փաստաթղթերում սպասարկում իր համար առանցքային շահերը եւ արձանագրում իր համար առանցքային կետերը, քան ինքնիշխան եւ անկախ հռչակվող քաղաքականություն վարող այս իշխանությունը կամ կառավարող ուժը։ Սա է չափազանց խոսունը եւ սա է բնորոշում, թե ներկայումս ինչ տրամաբանությամբ է ծավալվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը, որը չափազանց կարևոր հարաբերություն է։ Եղել է այդպիսին, կա այդպիսին եւ լինելու է այդպիսին։ Բայց այդ հարաբերությունը փոխադարձաբար շահավետ կարող է լինել, եթե Հայաստանն իրեն այդտեղ պահում է որպես սուբյեկտ եւ ոչ միայն Եվրամիության հանդեպ որպես սուբյեկտ, այլ որպես սուբյեկտ է պահում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ։ Դրա միջոցով է, որ Հայաստանը կարող է նաեւ ստեղծել միջավայր, որտեղ Եվրամիությունն ինքը պետք է մտածի Հայաստանի հանդեպ այլ մոտեցում ցուցաբերելու մասին։ Հայաստանի շահերը եւ Հայաստանի հետաքրքրությունները ոչ պակաս հաշվի առնելու մասին, ինչպես հաշվի է առնում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետաքրքրություններն ու շահերը նրանց հետ պայմանավորվելու համար։ Բայց եթե Հայաստանի իշխանությունը ցուցաբերում է սուբյեկտայնությունը հանձնելու պատրաստակամություն եւ այդ ամենը ընդամենը Հայաստանում իշխանության դիմաց, ապա բնական է, որ Եվրամիությունը որևէ ջանք չի գործադրի դրան հակառակվելու համար։ Ինչու հակառակվել, եթե դա պարզապես ավելի դյուրացնում է այս ուղղությամբ, կովկասյան ուղղությամբ քաղաքականությունը եւ մեկով պակասեցնում սուբյեկտների թիվը, ում հետ պետք է պայմանավորվել իր համար կարևորագույն հարցերի, կրկնեմ այդ թվում միջանցքի ձևավորման գործընթացում։ Եվ այս իմաստով, երբ օրինակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, թե
Վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունում տեղի է ունեցել հեղափոխություն, այս հայտարարությունը հնչում է բավականին չարագուշակ։ Որովհետև երբ մենք տեսնում ենք, թե ինչ կատարվեց Հայաստանի հետ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ մենք տեսնում ենք, թե այդ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը ինչպես մսխեց այդ հեղափոխության էներգետիկան, վերածեց այն ընդամենը պարզունակ, այսպես ասած, ներքաղաքական ռազմորկաների, արտաքին քաղաքական օրակարգում հանգեցնելով տապալումների եւ Արցախի կորստի, մենք կարող ենք պատկերացնել, թե այդ ուժը ինչ կանի մեկ այլ Հայաստան-Եվրամիություն տիրույթում տեղի ունեցած կամ իրականացրած հեղափոխության հետ։